Ուժեղ Հայաստան կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարում է ազգային ժողովի մոտից։ Վայրը պատահական չէ ընտրված, ասում են, որ 1-1.5 ամիս հետո այս շենք են գալու ուժեղ թիմով։ Կարապետյանը վստահ է, որ զարկ են տալու երկրի վերակառուցմանը։ Ներկայացրել է վիճակագրություն այն մասին, որ աղքատության ցուցանիշը մեր երկրում մտահոգիչ է, եւ դա նույնիսկ պաշտոնական թվերն են ասում։ Մենք հայ ժողովրդին, բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին, ժողովուրդ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք, մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք, իրար հետ փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտք վերցնել ծախելն է, պետքա փոխենք, պետքա այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք, այս շենքը պետքա լինի մարդկանց համար հույսի տեղ, մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը, ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ ապրում օֆիցիալ տվյալներով, այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում, տեսեք մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ, այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի, հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծի, անգամ այդտեղ մարդկանց գոնե առաջ հնարավորություն էր տրվում գնային արտագնա աշխատանքի, դա ռիսկի տակ են դնում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական արշավը մեկնարկեց Սյունիքից։ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին ասում է, չկա մի պետություն, որ բոլոր խնդիրները լուծված լինեն, կարևորը դրանց լուծման ընթացքն է։ Ըստ Փաշինյանի, այս ընտրություններում գլխավոր ասելիքը խաղաղությունն է, որը նա համեմատում է նորածին երեխայի հետ, ընդգծելով դրա նկատմամբ հոգատարության եւ պաշտպանության անհրաժեշտությունը։ Մեր հիմնական ասելիքը այսօրվա հետևյալն է, այս ընտրությունների, որ մենք եկել ենք ասել, որ խաղաղությունը հաստատվել երկրում եւ մենք պետքա տեր կանգնենք խաղաղությանը, որովհետեւ այսօր շատ է խոսվում դրա մասին, հիմա այդ խաղաղությունը կա, չկա, այդ խաղաղությունը հուսալի է, հուսալի չի, այդ խաղաղությունը լուրջ վերաբերվենք, լուրջ չվերաբերվենք։ Ես միշտ բերում եմ նորածին երեխայի օրինակը։ Նորածին երեխան երբ որ ծնվել է, մի օրեկան է, ինքը կա թե չկա, ինքը կա, երբ որ մի շաբաթական է, ինքը կա թե չկա, ինքը կա, ինքը ունի անուն ազգանուն, ինքը մարդ է, ինքը քաղաքացի է, ինքը թանկ է, ինքը կարևոր է, ինքը սիրելի է, բայց եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, շանս չունի այդ երեխան։ Եվ հիմա խաղաղությունը այդ նույն երեխան է, որը ծնվել է, եւ նորածին է, մանուկ է, բայց այդ երեխան իր հետ իր ուրախությունը բերել է մեզ, որովհետև այն որ Հայաստանում, որովհետև ընտանիքում երբ որ երեխա ծնվում ուրախանում են, չէ՞ բոլորը։ Մեր խաղաղությունն է որպես երեխա իր ուրախությունը բերել է 2 տարի արդեն Հայաստանի սահմաններին, Ադրբեջանի հետ կրակահերթերից որևէ մեկը չի զոհվել, որևէ մեկը չի վիրավորվել։ Դա մեծ ուրախություն է մեզ համար։ Թոշակները, որ բացացել առողջապահության ապահովագրությունը հաստատվել, դա նաև խաղաղության շնորհիվ է, որովհետև եթե մենք վստահ չլինենք խաղաղության մեջ, կմտածենք այդ 100 միլիարդը ոնց ծախսենք այս նպատակի համար, պահենք մի ուրիշ նպատակի համար կանենք։ Ռեֆորմիստները սկսում են քարոզարշավը ասուլիսով, ներկայացնում են ծրագրի առաջնահերթությունները։ Կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի խոսքով իրենց համար կարևորը լուծումներն են, ոչ թե խնդիրների մասին խոսելը, թիրախում անվտանգությունը, կրթությունը եւ առողջապահությունն են, որոնք պետության հզորության հիմքն են։ Պիտի լինի հայացակարգ, որը գնահատում է իրավիճակը օբյեկտիվ։ Սա է, որ մենք առաջնահերթ այս հարցն ենք դնում եւ ուզում ենք, որ դա լինի համապատասխան ստեղծված իրավիճակի։ Մյուս խնդիրը մենք որ տեսնում ենք եւ դա նշել ենք, իմիջիալոց ընդգծեմ, որ այս կետերը կոնցեպտուալ են, որի հիման վրա, եթե մենք հասնենք հաջողության, կմշակվի ծրագիր։ Հիմա ներկայացնել ծրագիր, դա ուղղակի համարում եմ իրական չի լինի, որտեղ
իրավիճակը գնահատելու համար պետք է ամբողջ պետական մարմինը աշխատի։ Մյուս խնդիրը, որ մենք տեսնում ենք, դա ընտրությունների հետ կապված։ Մենք համարում ենք, որ մեր պետության ղեկավարը պետք է ունենա մի ժամկետ, իսկ ինչ ժամկետը նկատում 5 թե 7 տարեկան, դա պետք է նորից քննարկվի եւ որոշում ընդունվի պետական մակարդակով։ Դա հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ ղեկավարել եւ ապահովել փոփոխությունները պետությունում։ Մյուս խնդիրը մեր պահանջներն է, ասենք թե մեր երկրի ղեկավարին։ Այսօր մենք համադրությունում ինչ ունենք։ Մենք ունենք, որ ինքը պետք է լինի 35 տարեկան եւ պետք է լինի Հայաստանի քաղաքացի։ Հիմա հարց առաջանում։ Մենք ընտրում ենք, ասենք թե գործադիր իշխանության ղեկավար, բայց այդ մարդը մի օր չաշխատի գործադիր իշխանությունից։ Մենք բոլորս ես համոզված եմ պատկերացնում եք, դա ինչ է նշանակում լինել պետության ղեկավար։ Ռեֆորմիստներն առաջարկում են անվտանգության նոր հայեցակարգ, որով ըստ Վաղարշակ Հարությունյանի տրվում է բոլոր հարցերի պատասխանը։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։